Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 4։ Բայց ես դեպի Աստծուն կկանչեմ, և Տերը կփրկի ինձ։ Սաղմոս 55-րդ գլուխ 16-րդ խոսք։ Ամեն փորձության մեջ եկեք կանչենք Տիրոջը, և նա կփրկի մեզ։ Նա կլսի մեզ և չի մեղադրի, որ չափազանց հաճախ ենք գալիս իր մոտ։ Որքան հաճախ գանք, այնքան ավելի ընդունելի կլինենք։ Դավիթը կարծում էր, թե բոլորը իր դեմ են, բայց այժմ տեսնում է, որ շատերն իր կողմն են եղել, նույնիսկ ավելի շատ, քան ինքն էր ենթադրում։ Եվ դրա ողջ փառքը նա տալիս է Աստծուն, որովհետև հենց Աստված է մեզ համար բարեկամներ բարձրացնում և նրանց հավատարիմ դարձնում մեզ համար։ Ճշմարիտ քրիստոնյաներն ավելի շատ են և հավատացյալներն ավելի շատ իրական բարեկամներ ունեն, քան իրենց մռայլ ու հուսահատ ժամերին պատկերացնում են։ Նրա թշնամիները պետք է դատաստանի ենթարկվեին և խոնարհեցվեին։ Նրանք չէին կարող իրենց ազատել վախերից այնպես, ինչպես Դավիթը ազատվեց Աստծո հանդեպ իր հավատքով։ Մահկանացու մարդիկ, որքան էլ բարձր ու զորավոր լինեն, հեշտությամբ կարող են խորտակվել հավիտենական Աստծո առաջ։ Նրանք, ովքեր չեն ուղղվում նեղության գավազանով, անպայման կիջնեն կործանման փոսը։ Նեղությունների բեռը շատ ծանր է, հատկապես երբ այն ուղեկցվում է սատանայի փորձություններով։ Կա նաև մեղքի և ապականված բնույթի բեռը։ Այդ ամենի տակ միակ մխիթարությունն ու թեթևացումը միայն Քրիստոսին նայելն է, ով կրեց այդ բեռը։ Ինչ էլ որ լինի, ինչ ցանկանում ես, որ Աստված քեզ տա, հանձնիր նրա ձեռքերի մեջ, որպեսզի նա տա իր իսկ ճանապարհով և իր սահմանած ժամանակին։ Հոգսը ծանր բեռ է, այն խոնարհեցնում և ճնշում է սիրտը։ Մենք պետք է մեր ճանապարհներն ու գործերը հանձնենք Տիրոջը, որ նա անի այնպես, ինչպես իրեն է հաճելի։ Մեր բեռը Աստծո վրա դնել նշանակում է ապավինել նրա նախախնամությանը և վստահել նրա խոստումներին։ Եվ եթե այդպես վարվենք, նա մեզ կկրի իր զորության բազուկների մեջ, ինչպես դայակը կամ մայրը կրում է իր մանկանը, և իր Սուրբ Հոգով կզորացնի մեր հոգիները, որպեսզի կարողանանք դիմանալ փորձությանը։